թվականին Զադիգի օրով 2000 թվականի հոկտեմբեր 5-ին վեհապար ինձ պաշտոնան կարեց եւ ես մնացի հոգեվոր հովիվ սակայն երբ իմացամ որ այդ հոգեվոր հովիվը նոր գառուցող եկեղեցու պատասխանատուն է սկսվեց հալածանքը եւ այն հասավ իր կակատնագետին 2001 թվականի Զադիգին երբ շուրջ 8 հայկական խմբավորումներ եթե կարելի ասել հեղինակավոր տղաներ կամ որոնք ինչպես վերջերս Տեր Սահակը իր ելույթում շեշտեց գողական հանցագործ աշխարհ շուրջ 200 հոգի եկան եկեղեցի որբեսի ինձ դուրս ցկեն եւ եզրասապեղային բերեն եկեղեցի Սա մի դեպք է որը դեղի ունեցել գրանցվել է եւ ռուսական Մոսկվայի իշխանությունը գիտի եւ այդ պահին Գուցե մեկի անունը տամ կամ երկուսի Արթուր Ասադրյանը որ այս օրերին շոշափվում է նա այնտեղ էր եւ գիրովականցի Ստյոբա եւ հարց տվին Սրբազան այսինչ ենք լսում եղբայր Ստյոբայի որը մարզիկ է Վանաձորցի գիրովականցի դու իմ մորն ես օրհնել դունս ես օրհնել ինչպես թե լսում ենք մեշոկներով միլիարդներով փող եք տանում ասիցի դղաներ ասել եմ նույնը գրկնում եմ ցես հիմա էլ եմ գրկնում խնդրեմ Հայաստանի դատախազություն Ռուսաստանի դատախազություն մայրաթորը ուզում է նշանակի Մոսկվայի հայ համայնքը եւ այսպես կոչված հեղինակավոր դղաները մի հանձնաժողով կազմեն եւ նայեն ուսումնասիրեն թե արդյոք Տիրան Սրբազան ովևէ մեկ լումայի ձեռք տվել է կամ ստորագրել է նոր գառուցող եկեղեցու հետ ես պատրաստ եմ գրելու ամենադաժան բադիժն անգամ այդ չկա ես բարձաբես իմ գաբերով այդ ժամանակվա քաղաքապետի Յուրի Լուշկովի եւ օրվա պատրիարք Ալեքսի Հայրաբեդի հետ ունենալով ջերմ եղբայրական հարաբերություններ դասնյակ միլիոներ արժող հողամասը ձերի եւ ստացել հայ համայնքի համար որ գառուցվի մի ամբողջ կետրոն եկեղեցի եւ հոգեվոր կետրոն այս առիթով ասեմ որ բացառիկ գարկով թույլ տվեցին ինձ իմ ունենալով կապով Բագլոն նիգարա այսպես կոչված խոնարհման լերան վրա որտեղ կան 4 կառույցներ ռուսողապար եկեղեցի սինագոգ հրյաների մահմեդականների մզգիթը եւ բուդդիստներին եւ ուրիշ ոչ մեկ եկեղեցի կամ աղոթատուն չի կառուցվելու ահա այդ ժամանակ այդ իրավունքը նույնպես ես ձեռք բերեցի հողամասը կա բայց մինչև այսօր չի կառուցվում հուշարձան գոթող կամ եկեղեցի կամ մադուր նվիրված հայրենական պատերազմի մեր ազգի մասնակից հերոսներին նվիրված